Քիչ առաջ Մոսկվայի հետ քննարկելիս Թուրքիայի հարցը հետաքրքիր տարբերակ հնչեց, որ դա ամբողջը տեղի ունենում Էրդողանի սցենարով։ Դա թողնենք մի կողմ։ Ինձ հետաքրքրում է ներքին իրավիճակին Թուրքիայի Ադրբեջանը չարձագանքելը, տեսնես ինչու։ Բլոգերների մակարդակով արձագանքում են եւ պարզ է, որ կողմեն Էրդողանի Ալիևի լրատվամիջոցների մասին է խոսքը։ Դեռ երևի սպասում են, թե ինչ տեղի կունենա։ Մի բան ակնհայտ է, տեսեք։ Կգնի Էրդողանը, սպասում են, հա։ Տենց բան կարող։ Տեսեք, 16 թվականին էլ բոլորը ասում էին, որ Էրդողանի վերջը եկել է, բայց մենք հիշում ենք, որ Ռուսաստանի ղեկավարը ըստ էության, հիշում եք, ուղղաթիռով կարողացավ նրան փրկել։ Բոլորը արդեն կարծում էին, որ ավարտվել է Էրդողանը։ Իհարկե հիմա մի փոքր այլ իրավիճակ է, այն ժամանակ Էրդողանը չէր պարտվել բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ հնարավոր է, այն ժամանակ ինֆլյացիան 60% պաշտոնապես չէր կազմում, եւ այն ժամանակ ռուս-ուկրաինական Հիմա սարսափելի է եւ ինֆլյացիան։ Հիմա փոփոխություն է։ Գիտեք, հետաքրքիրը որն է, Էրդողանը ինքը իբրև թե քրդերի հետ գնում է հարաբերությունների կարգավորման, բայց Իմամօղլուին մեղադրում է քրդերի հետ ինչ որ համագործակցության մեջ։ Եվ սա կարևոր է Հայաստանի ներողություն, Իմամօղլու արմատը քրդական է թե հրեական, հունական։ Ոմանք ասում են Պոնտոսի հույներից է, ոմանք ասում են քրդական է։ Գիտեք, որն է այստեղ կարևոր նաև Հայաստանի տեսանկյունից, ինքը համագործակցել է Իմամօղլուն դեմ կուսակցության հետ պրոքրդական, որը ամեն ապրիլի 24-ին ոգեկոչում է հայ ժողովրդի զոհերի հիշատակը եւ ասում է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտից պիտի կախված չլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Իհարկե ճիշտ է ասում, միշտ կախված է իսկապես։ Միշտ կախված է եղել։ Հետաքրքիր է, որ Աբդուլլա Գյուլը, որը այստեղ էր եկել Հայաստան, ինչպես նաև Դավութ Օղլու, որոնք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության արմատներում են կանգնած, նրանք էլ են քննադատում Էրդողանին։ Այսինքն պարզ է, բոլորը թուրքեր են, բոլորը կապ չունի արմատով որտեղից են, պաշտպանելու են Թուրքիայի շահերը եւ Ադրբեջանի դաշնակիցն են, բայց չտեսնել տարբերություն Էրդողանի մուսուլման եղբայրների իդեոլոգիայի միջև, որոնք ուրեմն ծայրահեղականների հետ կոալիցիայի մեջ են, եւ չտեսնել այստեղ տարբերություն ակնհայտ է։ Համենայն դեպս Էրդողանը իր թուլությունն է ցույց տալիս, այսինքն նա վստահ չի իր վրա, մի կողմ որ հակասահմանադրական է գնալ իր համար նոր ընտրությունների, կարող է արտահայտությունների գնա, ասելով որ դա երրորդ ժամկետ չի, հիմա այդ սցենարն են մշակում, բայց 15 միլիոն ձայն է երեք ստացել Իմամօղլին պրայմերիզներով, դա 1/4-ն է ընտրության իրավունք ունեցողների, ընդ որում 2 միլիոնն է ընդհանրապես այս կուսակցության անդամ։ Սա արդեն Էրդողանի համար բաց է։ Բայց Էրդողանի նման փորձառու մարդը այդպիսի կրակի հետ խաղ չէր անի, չէ՞ մյուս կողմից։ Գիտեք, այսպիսի թեորիա կա, որ մարդիկ, որոնք շատ երկար են մնում իշխանության մեջ, 20 տարուց ավել է Էրդողանը եւ տարիքն էլ իր դերը ունենում է։ 20 ինչ է 30-ն ավել արդեն, այսինքն նրանք արդեն կորցնում են իրենց բդիտելնես կներեք զգոնությունը կորցնում են եւ ես տեսնում եմ նրա ելույթը էմոցիոնալ, չէ, աչքերը այսպես վառվող, դա լիդերի, վստահ լիդերի նման չի։ Մարկարայի անցակետով հայկական հումանիտար օգնություն է գնացել Սիրիա, Թուրքիան այդ պատվին բացեց սահմանը եւ երկու կողմերն էլ դրական արձագանքեցին այդ ակցիային, անգամ միջազգային արձագանքներ եղան այդպեսին, բացի Ադրբեջանից։ Ադրբեջանի խանդը հիստերիայի է մոտ։ Ունի բացատրություն։ Այո, որովհետեւ ինչին է խանդում։ Որովհետև Ադրբեջանը ճակերտավոր հաղթել է Հայաստանի շնորհիվ իր 3 գլխավոր դաշնակիցների, առաջինը Ռուսաստանի, Թուրքիայի, առաջինը Ռուսաստանի, ինչու որովհետև հաղթել է ինչ որ ուզում էր ստացել է, մի բան էլ ավել է ստացել։ Իսկ ով ասեց, որ այդ ստացածը ընդունվել է աշխարհի կողմից։ Եթե ընդունվել է, Մինսկի խմբի մասին ինչու են ամեն օր խոսում։ Հաղթած ղեկավարը էս փակի։ Ուզում հետքերը մաքրի, բաց չէ ինչ է ուզում։ Այսինքն այդ հետքերը կարող է ինչ որ մի օր միտեղ բերեն, չէ՞։ Բանաձևեր են ընդունվում աշխարհում, դա հենց այնպես չի։ Բացի այդ, մենակ Ղարաբաղով չի ուզում սահմանափակվի, չէ՞, հիմա էլ Արևմտյան Ադրբեջանն եւ Հայաստանն է ուզում վերցնել, այսինքն նրան պետք է դաշնակիցներ այդ հարցում եւ ցանկացած փոքր հարաբերությունների կարգավորում, այս անցակետի բացում դա հարաբերության կարգավորում չի, խանդ է առաջացնում, իսկ եթե իշխանություն փոխվի, որը պրոեվրոպական ուղղվածություն ունի, այո, դա ոչ միայն խանդ կառաջացնի, այլև մեծ խնդիրներ, հատկապես ներողություն, որ մյուս երկու դաշնակիցներն էլ են հիմա խնդիրների մեջ, մեկը Ուկրաինա, մյուսը Սիրիա եւ Գազայով, այնպես որ նա այստեղ միայնակ է մնացել այս հարցում այս պահին։ Ինչով օգնենք այդ միայնակությանը։ Դե ինքը պիտի իրեն օգնի, տեսեք, կարող է հարցակցել։ Չէ, իմ օգնելը ունի
Ես իհարկե հասկանում եմ, քանի որ խնդիրը այսպեսին է, նա պիտի հասկանա, որ անընդհատ պատերազմով չի կարող հասնել իր նպատակներին։ Հարցը այստեղ միայն Հայաստանը չի։ Այստեղ իր հիմնական ֆունդամենտն է։ Միանշանակ։ Եթե ինքը ճշտամու կերպարակորցնի դեմս Հայաստանի, ինչի վրա է նստելու։ Այստեղ է հենց գալիս կազուսը, որ կամ պիտի ինտերես այդ հաղթող ղեկավարի կերպարը եւ երկիրը չզարգացնես, ինչպես իր դաշնակիցներն են անում, կամ պիտի գնաս խաղաղության եւ այդտեղ այո ինքը իշխանության խնդիր է արդեն ունենում, բայց ակնհայտ է, որ եթե նա կարողանար հարձակվել Հայաստանի վրա, այս փաստաթղթերը իրեն չէին խանգարի, ոչ հիմա բանակցությունները հայ-ադրբեջանական, ոչ սպասվող կնքվելիք, չգիտեմ որքանով կկնքվի խաղաղության պայմանագիրը, այսինքն որոշ միջազգային գործոններ կան, որ իրեն դեռ զսպում են, դեռ։ Մեկը Վաշինգտոնյան գործոն։ Վաշինգտոնյան գործոնը այն առումով, որ նոր կոնֆլիկտներ պետք չեն Վաշինգտոնին, փորձում են Իսրայելում չստացվեց, Ուկրաինայում չի ստացվում, մի հատ էլ Կովկասում Տրամպը արդեն այստեղ կներեք խայտարակության տեսանկյունից ոչ միտեղ չի կարողանում դիլ գնալ, ինչպես ինքը ասում է, գործարքի գնալ, եւ այստեղ այդ զանգը այո զսպիչ գործոն է։ Ալիևի մանավանդ դեռ պարզ չի ռուս-ուկրաինական ռազմաճակատում Պուտինի իրավիճակը ինչպիսին կլինի, եւ այստեղ գնալ ավանտյուրայի առանց ունենալու ուժեղ Ռուսաստան դուրս եկած այդ կոնֆլիկտից դա էլ է հարցական, այսպես։ Ադրբեջանին որն է նպաստավոր։ Նպաստավորը, որ Ռուսաստանը նորից կարողանա թեքվել հարավային Կովկաս։ Եվ ստանան այն 9-րդ կետը, ինչի մասին իրենք անընդհատ խոսում են եւ այստեղի որոշ շրջանակներ։ Որտեղ ունեն Ռուսաստանի անվերապահ աջակցությունը, կարծում եք։ Այս Հայաստանի շրջանակները 9-րդ կետի մասով հատկապես։ Ոչ թե աջակցությունն են, իրենք սնվում են այդտեղից, այդ նարատիվներով, դրա համար են նետվել քաղաքական դաշտ, աջակցության խնդիրը չի, հատուկ ունեն խնդիր։ Բայրամովը ասում է, չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանը։ Մկան խաղը կատվի խաղը սահմանադրություն, հա, ինչ ասեցի, սահմանադրություն, հա։ Կատվի խաղը մկան մահա, այդպեսի ասացված կա, չէ՞, հայրան։ Հիմա սահմանադրության պոչտան բռնել է։ Հաջորդը որն է լինելու։ Հաջորդը Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ հարաբերությունները կարգավորեք, ռազմական կոնտրիբուցիա, շատ կա, Արարատը հանեք, ցեղասպանություն մի խոսեք, կապ չունի Թուրքիան նույնիսկ դա կասի թե ոչ, պատճառներ են պետք, բայց մենք միշտ նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ հեղեղուկ ասաց, Ադրբեջանը ինքը պիտի փոխի իր անկախության հռչակագիրը։ Մեր անկախության հռչակագրի հետ է խնդիրը, իրանց 1998 թվականի անկախության հռչակագիրը 60%-ը, ինչպես ասաց Փաշինյանը, մեր երկրի համարում է Արևմտյան Ադրբեջանը, ել չասած Վրաստանի եւ Իրանի որոշ տարածքներ։ Եթե մենք դուք վախեր ունեք, մենք էլ ունենք։ Հայելային պիտի լինի պահանջները։ Այսինքն սա մի տևական խաղ է, որը առայժմ վերջ չունի։ Քանի դեռ աշխարհը այսպիսի տուրբուլենտ վիճակում է։ Հատկապես Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնք կարող են կներեք հակասություններ ունենալ Ուկրաինայում։